ԱՄՆ զորքը կուտակում Իրանի հարևանությամբ գտնվող իր դաշնակից պետություններում և տպավորություն է, որ պատրաստվում են հարձակման, այսինքն հարձակման արդեն գետնի վրա ֆիզիկապես զորքով ներխուժելու Իրան։ Մյուս կողմից էլ Տրամպը իր խոսույթով մի օր շուկաներին դրական արձագանք է տալիս, որպեսզի գազի գինը թռիչքային աճից կանգ առնի մի քիչ նվազի, նույնը նավթը, ասելով, որ ամիսների հարց չի, շաբաթների հարց է այս խնդիրը, այսինքն հուշելով շուկային, որ շուտով կավարտենք, բայց մյուս կողմից էլ իր իրենց գործողությունները հուշում են, որ նրանք պատրաստվում են Իրան ներխուժման, ինչը շատ վատ հետևանքներ է ունենալու, շատ վատ հետևանքներ ոչ միայն ԱՄՆ-ի համար, ոչ միայն մեր տարածաշրջանի, այլ նաև Հայաստանի Հանրապետության համար։ Ինչպես ասացի, Տրամպը մի օր խոսում է, որ պատերազմը շուտով կավարտվի, իրենք իրենց գործը ավարտած կլինեն, մյուս կողմից էլ հայտարարում է, որ Իրանի նավթը վերցնելու է, իրենով է անելու, Իրանի հարավում մի կղզի կա, որտեղ հիմնական պաշարները այդտեղ են, ենթադրաբար փորձելու են դա գրավել, եթե այս զորքի կուտակումը զուտ ռազմավարական խաղերի տեսանկյունից քայլ չէ, որպեսզի Իրանին պարտադրեն դիվանագիտական զիջումներ և գործողություններ, եթե դա այդպիսին չէ և իրոք նրանք պատրաստվում են ներխուժման, ինչի հավանականությունը մեծ է, ապա էլի կրկնեմ, որ հետևանքները շատ վատ են լինելու և ինձ մոտ տպավորություն է, որ ԱՄՆ-ն այս պահին կառավարում է Իսրայելը, որտեղ այն բոլոր գործողությունները, որ ձեռնարկվում են, ինչքան էլ որ ԱՄՆ նախորդիվ զրույցներում ասել եմ, որ նավթի և այլ վառելիքի տեսանկյունից Իրանի վրա ազդեցություն ունենալու պլաններ ունի, Չինաստանի վրա ներգործելու անուղղակի պլաններ ունի այս պատերազմում, բայց հիմնական այս պատերազմի շահառուն Իսրայելն է։ Իսրայելը այս պահին ինչ է անում, օգտվելով Իրանի խառը վիճակով, այսինքն Իրանին թուլացնելով, ԱՄՆ-ն զբաղված է հիմնականում Իրանով, իսկ Իսրայելը հետզհետե գրավում է Լիբանանը։ Այո, հենց բառի բուն իմաստով գրավում է, հերթով տարածքները, գյուղեր, ինչ-որ տարածքներ, և սա պատահականություն չէ, Իսրայելի էքսպանսիոն քաղաքականությունն է, նրանք կգրավեն որոշ տարածքներ, նույնիսկ պատերազմի դադարից հետո դուրս չեն գա, կհայտարարեն, որ դրանք բուֆերային գոտիներ են, անվտանգային Հեզբոլլահից պաշտպանվելու, հետո դրանք հետզհետե տարիներ անց սկսեն բնակեցնել։ Իսրայելը, այո, ունի ծավալապաշտական քաղաքականություն, էքսպանսիոն քաղաքականություն, և սա այդ պետության ստեղծման դոկտրինում է դրված, որ այդ տարածքներում և թեզն էլ շատ պրիմիտիվ, տրիվիալ է հնչում, բայց այդպես է, որ ինչերի ոչ ոք չի հակազդում, չի կարող հակազդել, հավատքի դաշտում է, ասում են Աստված այս տարածքները մեզ է խոստացել։ Այսինքն, այս տարածաշրջանը ինչն է մեր այստեղից դասը, առաջիկա տասնյակ և այլ տարիներին շարունակ պատերազմների մեջ է լինելու և Ադրբեջանը որպես Իսրայելի գործընկեր վարում է նմանատիպ քաղաքականություն, այսինքն Ադրբեջան պետությունը, որը իրական առանձին ժողովուրդ չունի, այլ այդ թուրքա-թաթարական ցեղերից հիմա Ալիևը ժողովուրդ է ստեղծում, տեղի է ունենում Հայաստանի պետականության կլանման հաշվին, այսինքն մեր պետականությունը քայքայլով կլանելով, իրենք փորձելու են տարածաշրջանում թուրքական ևս մեկ պետություն ստեղծել, որը ինչ-որ պահի գուցե ժամանակի ընթացքում, եթե իրենց հաջողվի Հայաստանը կլանել, կմիանան Թուրքիային։ Մեր հայկականության գիտակցության մեջ առայժմ չկա, որ այս տարածաշրջանում խաղաղ գոյակցություն Ադրբեջանի հետ անհնար է։ Խաղաղ գոյակցությունը հնարավոր է միայն այն դեպքում, որ մենք այնքան զորեղ ենք, որ պարտադրում ենք իրենց խաղաղություն մեր պայմաններով։ Այլապես հակառակ պարագայում Ադրբեջանը Թուրքիայի հետ իրենց պլանն է, իսկ պլանները պետությունների առումով մեկ ամսում չեն, մեկ տարում չեն, տասնյակ տարիներում են, Հայաստանին կլանումն է, իսկ այս պատերազմը Իրանի դեմ և Իրանին թուլացնելը նպաստում է այս պլանի իրագործմանը։ Այսքանը հայ ժողովուրդ, լավ եղեք, բոլորիդ լավոր եմ մաղթում։